Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին ներմախնդրանքով դիմել է նախագահին։ Նախագահի գրասենյակի պատասխանը չի ուշացել։ Նախագահը պատասխանատու եւ բարեխղճորեն կքննարկի խնդրանքը լսելով բոլոր կարծիքները, հայտնել են նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել հերցոգին, կոչ անելով դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ուկրաինական հակամարտության հարցում ժամանակը Ռուսաստանի օգտին է, այլ ոչ Ուկրաինայի, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Die Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Ժամանակն է հրաժարվել պատրանքներից եւ նայել իրականության աչքերին։ Սթափեցնող իրականությունը ներկայացված է ամերիկյան խաղաղության ծրագրում, ասել է Հունգարիայի վարչապետը։ Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ըստ նրա պետք է շարունակի գոյություն ունենալ որպես բուֆերային պետություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիա այցից հետո երկօրյա այցով ժամանել է Լիբանան։ Նա միջերկրածովյան այս փոքր երկիր է ժամանել պետության համար դժվարին ժամանակաշրջանում, տարիներ տևած ճգնաժամերից հետո։ Նա կատարել է իր նախորդի Ֆրանցիսկոս Պապի խոստումը, որը տարիներ շարունակ ցանկացել է այցելել այս երկիր, սակայն չի կարողացել դա անել իր վատթարացող առողջական վիճակի պատճառով։ Airbus կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում A320 ընտանիքի նշանակալի թվով ինքնաթիռներ ծրագրային ապահովումը շտկելու համար։ Ոլորտի աղբյուրները հայտնել են, որ սա կխաթարի ինքնաթիռների համաշխարհային պարկի կեսի աշխատանքն ազդելով մի քանի հազար ինքնաթիռների վրա։ Սա կարող է հանգեցնել չվերթների, չեղարկումների եւ ուշացումների Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում տարվա ամենածանրաբեռնված շրջանում։ Լատվիայում արգելել են պաշտոնատար անձանց լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը համացանցում, այդ թվում նախագահի եւ վարչապետի։ Պաշտոնյաներին տեսանկարահանելն ու լուսանկարելը թույլատրվում է, սակայն կադրերն առցանց հրապարակելը արգելվում։ Խախտումները կարող են հանգեցնել վարչական տուգանքների, որոշ դեպքերում քրեական հետապնդման։ Ինդոնեզիայում ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը, եւս 406 մարդ անհետ կորած է համարվում։ Կոնգոյում կառուցվել է $2 միլիոն արժողությամբ փայտե կամուրջ, որը փլուզվել է հենց բացման ժամանակ։ Տասնյակ մարդիկ հայտնվել են ջրում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։